այդ շփման գիծը ստեցան ռազմաճակատի գիծ է։ Մենք անընդհատ օգտագործում ենք շփման գիծ առանց ըմբռնելու, որ վաղուց այն արդեն տարիների վեր վերածված է ռազմաճակատի։ Պարզապես այս վերջի 1 ամիսը, նախորդ ապրիլի սկիզբը հատկապես, նոր բախումների դրսևորումներ մենք տեսանք, որը ես օրինակ կոչում եմ պատերազմական գործողություններ, որոնք իհարկե լայնամասշտաբ պատերազմի չաճեցին, բայց իրենց մեջ այդ պոտենցիալը ունեն։ Ցավոք սրտի այս պատերազմական գործողությունները ցույց տվեցին, որ բանակցային լուծում Ղարաբաղի հարցը չունի առաջին հերթին Ադրբեջանի չափազանց կոշտ, ոչ զիջող դիրքորոշման պատճառով, որովհետև բոլոր այն առաջարկները, որոնք հնչել են եւ հայկական կողմը պարբերաբար ընդունվել է, որը շատերիս համար, այդ թվում նաեւ ինձ համար օրինակ ընդունելի չի, բայց հայկական կողմը այնուհանդերձ ընդունել է, անգամ դրան Ադրբեջանը չի համաձայնվում։ Մենք տեսել ենք դա, հետեւաբար Ադրբեջանը տանում է այն քաղաքականությունը, ինչ որ ես ժամանակին բնութագրել էի, ցավոք սրտի, այն է, որ խնդիրը արդեն Ղարաբաղի հարցը չի, խնդիրը հայոց պետականությունը հյուծման միջոցով կործանելու խնդիրն է։ Բնականաբար մենք էլ պիտի իրականացնենք նմանատիպ քաղաքականություն։ Եվ պիտի լինի մեր պատասխանը ոչ միայն ռազմականը եւս իհարկե պիտի լինի, այլ նաեւ մենք պիտի օգտագործենք այն բոլոր ներքին խնդիրները, որ կա Ադրբեջանի ներսում, լինեն դա էթնիկ, կրոնական հակասությունները, որ այդ երկրում կա, լինի այն սոցիալական լարվածությունը, որ այդ երկրում կա։ Սա, այսպես ասած, հակառակորդին թուլացնելու առումով։ Մեր պարակային անպայմանորեն Հայաստանը եւ Հայաստանի իշխանությունները իհարկե բնականաբար պիտի իրականացնեն երկիրը արմատապես վերափոխելու քաղաքականություն։ Այսինքն մեր տնտեսությունը շատ հարցերում թերանում է, որովհետև ակնհայտորեն պարզ է, որ չկա այդ ազատ մրցակցություն, շուկայական հարաբերություններ, օրենքի ոչ հավասար կիրառում բոլորի նկատմամբ։ Այս ամբողջը խիստ կարևոր է, եթե մենք սա չանենք, մեր տնտեսությունը չի զարգանա, բյուջեն չի մեծանա, մենք չենք ունենա այդ զենքի քանակը եւ որակը, որը մեզ անհրաժեշտ է։ Մյուսը այն է, որ արկա արդեն բյուջեն պիտի ճիշտ օգտագործվի, ճիշտ տնօրինվի, որոշ պաշտոնանկություններ եղան, բայց ես չեմ կարծում, որ դա բավական է, որովհետեւ գիտեք ինչ է, եւ ոչ միայն այդ երեքը շատերի անգործության կամ հանցագործությունների պատճառով մարդկային կյանքեր են զոհվել։ Իսկ մենք ունեցել ենք կորուստներ, որոնք կարող էին չլինել։ Իհարկե պատերազմը առանց կորուստների չի լինում, բայց ակնհայտ է, չէ, որ այդ հենց նույն վկայություններից զինվորների պատմած շատ տեղերում զոհերը եղել են օրինակի համար զինամթերքի ոչ բավարար լինելու կամ զենքի ոչ համարժեք լինելու։ Հիմա արվել է դա միտումնավոր թե ոչ, այդ ուրիշ խնդիր է, բայց օրինակի համար եթե մեզանից մեկը վրայերթի ենթարկի, ոչ իր մեղքով պատահականորեն մեկին սպանի, չէ, կտանենք նստեցնեն, որտեղ քու գործողության հետևանքով ակամայից զրկել ես մեկին կյանքից։ Բայց մարդիկ ինչի պատասխանատվության չեն ենթարկվում, որոնց գործողությունների պատճառով այն էլ պատերազմի ժամանակ, որը պիտի խստակույն օրենքները գործեն, չմոռանանք, որ իրավական տեսանկյունից զինադադարը դեռևս խաղաղություն չի։ Այսինքն ճիշտ է, մենք 94-ին զինադադար են կնքել, բայց մենք պատերազմի մեջ ենք այդ ամբողջ շրջանում եւ հետեւաբար պատերազմի օրենքներ պիտի գործեն։ Մյուս ուղղությունը ես կարծում եմ, որ մենք պիտի զարգացնենք եւ կարծեք թե նախանշանները կա, դա անվտանգության նոր հնարավորություններ ստեղծելն, այսինքն լինի քաղաքական, արևմուտքի հետ խորացնելով եւ զարգացնելով այդ հարաբերությունները, օրինակ Միացյալ Նահանգները բավականին լավ հայտարարություն արեցին, այն նշելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը, որը շատ կարևոր էր, ինչպես նաեւ ռազմական, օրինակ հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ, Դավիթ Տոնոյանի այցը եւ այլն, այսինքն այդ զենքի մատակարարումների բանի հարցով։ Հիմա առաջիկայում, բացի այն, որի մասին ես բազմաթիվ անգամներ ասել եմ, որ անհրաժեշտ է անմիջական զենք զինամթերքի հարց լուծել, այդ ամբողջը պիտի արվի, ես կարծում եմ քաղաքական կամ ռազմաքաղաքական առումով շատ կարևոր է, որպեսզի ամերիկյան եւ այսօր
նաև ամերիկա-եվրոպական այն առաջարկը, որ իրենց ասելով շփման գծով կամ ռազմաճակատի երկայնքով տեղադրվեն դիտող հսկող սարքեր, որը ցույց կտա ով է մեղավորը, մեզ համար շատ կարևոր է։ Մենք միշտ կողմ ենք եղել, դրան դեմ է եղել Ադրբեջանը, դեմ է եղել Ռուսաստանը, բայց կարծեք թե Լավրովից վերջի այցի ժամանակ նման համաձայնություն կար, եթե ասես դրա իրականացնող ավելի շատ լինի Գերմանիան։ Ասենք ռուսների համար գերմանացիները շատ ավելի ընդունելի են, քան ամերիկացիները։ Եթե դա լինի, ես կարծում եմ կզսպի, ամբողջովին ոչ, բայց էապես կզսպի Ադրբեջանին, այսինքն գոնե մենք կկարողանանք ակնկալել հասցեական հայտարարություններ եւ մեղադրանքներ, ամեն անգամ չի լինի այսպեսի լղոզված անորոշ բաներ։ Այսինքն այդ շատ կարևոր է, դա նաեւ հետագա հակամարտության հետագա լուծման հարցով, որովհետև հիշեցնեմ օրինակի համար Կոսովոյի անկախության ճանաչման հիմնական հիմնավորումն այն էր, որ կա Կոսովոյի մեջ ապրող մարդկանց կյանքին վտանգ։ Եվ սա շատ կարևոր է հիմա նախ ներկայացնել, որ այդ վտանգը շատ ավելի մեծ է Ղարաբաղում ապրող բնակչության համար, իսկ դիտող սարքերի միջոցով շատ ավելի պարզ դա կլինի, անպայմանորեն այդ ամբողջը կերևա։ Այսինքն ռազմական եւ ռազմաքաղաքական խնդիրներ պիտի լուծենք, ինչպես նաեւ ներքին վիճակի բարելավում։ Ակնհայտ է, որ վերջին օրերի հիմնական թեմատիկան քննարկման վերլուծական շրջանակներում դա նախագահի առաջարկներն էր 3 կետից բանակցային գործընթացը վերսկսելու դերևս միակ հնարավոր տարբերակը, որը 3 կետերով էր շարունակված։ Ձեր կարծիքով որքանով այդ առաջարկները կարող են իրապես շարժել սայլը տեղից եւ վերադարձնել Ադրբեջանի սեղանի շուրջ կոնստրուկտիվ բանավեճի կամ զրույցի։ Գիտեք, ես արդեն նշեցի նախորդ խոսքում, ցավոք սրտի ես չեմ տեսնում բանակցված խաղաղության հասնելու հնարավորություն։ Ի վերջո այդ բանակցությունները չեն նպատակ, այլ բանակցությունները միջոց են։ Դե լավ, վերսկսեցինք էլի բանակցությունները։ Եթե Ադրբեջանը պիտի մնա նույն դիրքորոշման վրա, որևէ բանի չենք հասնի։ Եվ ակնհայտ է, որ հիմա հայ ժողովրդի մեծ մասը եւ Ղարաբաղի իշխանությունները կտրուկ դեմ են հանդես գալիս ի սկզբանե բանակցությունների հիմքում դրած այն սկզբունքին, որ տարածքներ խաղաղության կամ տարածքներ կարգավիճակի դիմաց։ Այս տրամաբանությունը պիտի փոխվի, որտեվ եթե ասենք 94 թվականին, որ էլի սխալ էր, բայց էլի ինչ որտեղ հասկանալի էր այն առումով, որ չկար ատելության այդ բարձր մակարդակ, ինչքան էլ տարօրինակ լինի, բոլոր վկայությունները մարդկանց, ովքեր պատերազմին են մասնակցել, մենք էլ նկատելի է, որ հիմա Ադրբեջանի մեջ հայերի դեմ ատելությունը շատ ավելի է, եւ նրա զենքի քանակը այնպիսին է, որ զիջելով անվտանգության գոտին դու լրջագույն վնաս ես ենթարկում քո ապահովությանն ու անվտանգությանը։ Ես կարծում եմ, պիտի բանակցային ամբողջ գործընթացի փիլիսոփայությունը փոխվի։ Ես դրա մասին հանդես եմ եկել, հիմա էլ համառոտ ասեմ, մենք մոռանում ենք մի շատ կարևոր հանգամանք։ Մենք հիմք ենք ընդունում 21 թվականի Կավ բյուրոյի որոշումը, որով Ադրբեջանի ենթակայության տակ է դրվել Ղարաբաղը եւ այդտեղից ենք ամբողջով ասենք կարծեք թե դա օրինապես ադրբեջանական տարածք է, մենք ուզում ենք ինքնորոշման միջոցով անկախանալ։ Այն պարակային, երբ որ եւ ադրբեջանցիները եւ իմիջիալոց վրացիները երկուսն էլ հրաժարվել են այսպես ասած սովետական ժառանգությունից, դա համարելով օկուպացիոն շրջան։ Մենք կարծում ենք պիտի վերադառնալ նախասովետական փուլը, երբ որ այս պետությունները ձևավորվում են եւ այն ժամանակ էլ տարածքային վեճ կար այս պետությունների միջև։ Եվ աշխարհը այդ հարցը լուծեց շատ པարզ ազգերի լիգան 20 թվականի փետրվարի 24-ին լիգային խորհուրդ, այսինքն անվտանգության խորհուրդն հանդես եկավ առաջարկ զեկույցով, որը ստորագրվեց այդ ժամանակ բրիտանական կայսրության, Ֆրանսիայի, Իտալիայի եւ Ճապոնիայի ներկայացուցիչների կողմից, բայց գործում էին ազգերի լիգայից, այսօրվա ՄԱԿ-ի իրավանախորդից, որով հստակ որոշվեց, որ Լեռնային Ղարաբաղը եւ Դաշտային Ղարաբաղը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության տարածք։ Գծվեց քարտեզը, ամբողջ ամրագրվեց։ Հենց այդ պատճառով էր, որ դա փետրվարի 24-ն էր, որ ապրիլին արագացված տեմպերով
Քեմալ բոլշևիկյան համաձայնությամբ սովետականացվեց Ադրբեջանը, որտեղ Ադրբեջանն հասկացավ այլևս ինքը որևէ հիմք չունի Ղարաբաղի նկատմամբ, այսինքն ինքը դարձավ սովետական, որպեսզի Կարմիր բանակի միջոցով զավթի Ղարաբաղը։ Դա ըստ էության այն սցենարն է, որ այսօր դրա շուրջը մտմտում են, այսինքն դառնալ Եվրասիական տնտեսական միության անդամ եւ նորից ռուսական բանակի միջոցով Ղարաբաղը գրավել։ Այն սցենարը 21-ին աշխատեց, 21 թվականին, բայց քանի որ կրկնում եմ, այդ ամբողջ եղել է 21 թվականին անօրինական եւ ներ սովետական, սովետական միություն չկար, բայց սովետական ռուսական օրենքի եւ միջազգային իրավունքի, ուրեմն պետք է վերադառնանք միջազգային իրավունքին։ Այդ դեպքում մենք մեզ որևէ մեկը չի կարող մեղադրել որպես ագրեսոր հանդես գալու մեջ, այդ դեպքում մենք կարող ենք լուծել լղիմի շրջակա տարածքների հարցը, որտեղ ինքնորոշման սկզբունքը դրա լուծման հնարավորությունը չի տալիս։ Եվ նաև ընդհակառակը մենք կարող մի բան Ադրբեջանին մեղադրենք Հայաստանի Հանրապետության տարածքների զավթման մեջ։ Գիտեք, բաներ կա, որի մասին պիտի խոսվի, որ մարդիկ իմանան։ Մենք դրա մասին չենք խոսում, մեզ թվում է, որ Եվրոպան կամ Արևմուտքը գիտե, չգիտեն։ Պիտի խոսվի, ասվի եւ կարծում եմ աստիճանաբար փոխվի բուն տրամաբանությունը։ Հարց ունեցի։ Հա, ցավոք սրտի ես քիչ հավանական եմ համարում ԼՂՀ, այսպես ասած, մասնակցությունը բանակցություններին, որովհետև կոնկրետ բանավոր պայմանավորվածությունը անգամ այս վերջի պատերազմական գործողության ժամանակակի դադարեցման անգամ սրանից է ԼՂՀ-ն դուրս տրվել, որը շատ ավելի վատ է, քան Բիշկեկի զինադադարը, այնտեղ գոնե Ղարաբաղյան կողմը ներկայացված էր։ Ես չեմ տեսնում որևէ միտում անգամ այդ բանին մասնակցելու։ Մյուսը, եթե մենք խոսում ենք անկախության ճանաչմանը անվտանգության տեսակետից, որ այ կճանաչեն Ղարաբաղը, հետևաբար դա, չգիտեմ, զերծ կպահի Ղարաբաղը հարձակումից, կարծում եմ, որ որևէ հիմք չունի նման հայտարարության համար։ Առաջինը, ուրիշ երկրների ճանաչումը Ադրբեջանի համար հիմք չի։ Ինքը կարող է ասի, ես չեմ ճանաչել, դա իմ տարածքն է, ես էլ եմ կռիվանում։ Ինչ պիտի անեն այն երկրները, որոնք ճանաչել են Ղարաբաղը, պիտի զորք ուղարկեն, չեն ուղարկելու։ Իրենք կասեն, որ Ղարաբաղը իրավունք ունի պաշտպանվելու, եւ դա ՄԱԿ-ի կանոնադրության մեջ կարծեմ 51-րդ հոդվածն է։ Շատ լավ, մենք առանց իրավունքի էլ եթե կարողանում ենք պաշտպանվում ենք։ Իրանց թույլտվության կարիքը չունենք այդ հարցով։ Հիմա, եթե Ադրբեջանը ճանաչի, գուցե մասամբ զսպի, բայց էլ եմ ասում մասամբ, որտեղ եթե ժամանակը գա, հարմար առիթ լինի, էլի պատերազմ կսանձազերծի, որտեղ մենք դա տեսել ենք բազմաթիվ անգամներ, նայեք Թուրքիա-Սիրիա հարաբերությունները, Իրաք-Քուվեյթ, այսինքն Իրաքը Քուվեյթին ճանաչել էր, բայց երբ որ իրավիճակը փոխվեց, էլի հարձակվեց, կեն ճանաչում ինքնին չի բերելու որևէ անվտանգության բարելավում։ Ուրիշ բան, որ եթե մենք կարողանում ենք այս ապահովության գոտին ամրագրել ինչ որ ձևով իմ ասած այդ ճանապարհով որպես Ղարաբաղի մաս, հետեւաբար այդտեղ արդեն մեր ներկայությունը որևէ մեկի կողմից կասկածի տակ չի դրվում։ Չմոռանանք, որ այսօր մեղադրանքներ կան Հայաստանի Հանրապետության հասցեին անընդհատ ինչի Հայաստանը մասնակցում։ Եվ այդ հայաստանյան ղեկավարության հայտարարությունը Ղարաբաղը ճանաչելու եւ փոխօգնության պայմանագիր ստորագրելու մասին հենց դրանով է պայմանավորված, այսինքն, որտեվ պետք է նաեւ իրավական հիմք լինի։ Ես մշտապես հանդես եմ եկել, հիմա էլ եմ հանդես գալիս, որ բոլոր տեսանկյուններից Ղարաբաղի միացումը Հայաստանին շատ ավելի ճիշտ է, շատ ավելի հեշտ է, շատ ավելի աշխարհի համար ընդունելի կլինի, քան Ղարաբաղի անկախության ճանաչումը կամ հռչակումը, որովհետև այստեղ շատ կարևոր հանգամանք կա։ Եթե Ղարաբաղը դառնում է անկախ, թող մեկ ինձ բացատրի ոնց է Ղարաբաղը հիմնավորում այդ 7 շրջանների ներառումը Ղարաբաղի մեջ։ Այդտեղ միակ հիմնավորումն է նա, որ Ղարաբաղի սահմանադրության մեջ դա այդպես է գրված, բայց դա միակողմանի փաստաթուղթ է դա, այսինքն որևէ մեկի համար հիմք չի, դա Ղարաբաղի համար է հիմք։ Դրա համար այդտեղ այդ խնդիրները կան եւ ուրիշ այլ բազմաթիվ խնդիրներ կա, չմանրանանք դրա շուրջը։ Ես ճիշտ հասկացա, ձեր խոսքի մեջ կարծես թե ակնարկ կար առայն, որ Մինսկի խումբը այս ֆորմատով ըստ էության իրեն սպառել է։
առավել եւս ես տպավորություն ունեցա, որ նաեւ մադրիդյան սկզբունքները որպես այդպեսին արդեն իսկ սպառել են։ Ну, առաջի մասը տպավորությունը այդքան էլ ճիշտ չէր։ Ես կողմնակից եմ բանակցելու, թողելի բանակցեն, ուղղակի ասացի, որ բանակցային խաղաղության չենք հասնի։ Այսինքն բանակցելով չի կարելի։ Մինսկի խումբը ի վերջո ինչ է, դա միջնորդների խումբ է։ Ինչ աշխուժ, նրանք առավելագույնը կարող են, այսպես ասած, խոսք տանել, բերել, փորձել ինչ-որ նպաստել լուծմանը, բայց Մինսկի խումբը դա ասենք իրավարարություն, արբիտրաժի խումբ չի, որ ինքը որոշում կայացնի։ Դա հնարավոր չի։ Իսկ ինչ վերաբերում է մադրիդյան սկզբունքներին, այո, ես կարծում եմ, որ դա սպառել է իրեն, իր բոլոր դրսևորումներով, այսինքն Կազան լինի, Մայնդորֆ լինի, այսինքն հող թղթի դիմաց սկզբունքը, որովհետև եթե մենք առաջ հավատում էինք, որ կարելի է ստորագրել եւ կայուն խաղաղություն հաստատել, այսօր ես դա թուղթ եմ կոչում, որովհետև Ադրբեջանի հետ դա չի աշխատի։ Միջազգային իրավունքի մեջ եւ միջազգային հարաբերություններում պայմանագրերը գործում են, թե կա փոխադարձ համաձայնություն հարգելու սեփական պարտավորությունները։ Եվ կարելի է, ինչպես կյանքում է, դու կարելի է մեկի հետ անգամ բանավոր պայմանավորվածության գործարքի գնալ, եթե դու գիտես, որ այդ մարդը իր խոսքի տերն է։ Բայց երբ որ դու ունես մեկին կամ մի պետության, որը բազմաթիվ անգամ դրժել է եւ անգամ ուխտադրուժ հարձակումներ է կատարել, Ադրբեջանը թող ցույց տար 94 թվականի իր իսկ միջազգային պարտավորության, այսինքն Բիշկեկի զինադադարի պահպանումը, այ եթե 20 տարի Ադրբեջանը չհարձակվեր եւ չկրակեր, չռմբակոծեր ոչ միայն Ղարաբաղ, նաև Հայաստանի Հանրապետության տարածքը, միգուցե դեպքում մեզ կարելի էր մեղադրել, ասեն, տեսեք, ինչ եք պահում այս ամբողջը։ Հիմա ես կարծում եմ դա արդեն բան սխալ կլինի։ Ակնհայտ է, որ Ղարաբաղյան շփման գծում այս վերջին մեկ ամսվա 2-3 շաբաթվա զարգացումները նաև ի հայտ բերեցին, նկարագրեցին շատ հստակ տարածաշրջանային երկրների շահերի բախման այդ վիճակը, ըստ էության նաև առավելապես ընդգծվեց Թուրքիայի հավակնությունների շրջանակը, Ռուսաստանի, նաև իհարկե Եվրոպայի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները։ Ես կուզեի հասկանալ ձեր գնահատականը, ինչպես էապես դա անդրադարձավ հատկապես ռուս-թուրքական հարաբերություններին եւ ուժերի ինչ հարաբերակցություն է այսօր առկա այդ առումով մեր տարածաշրջանում։ Գիտեք, բազմաթիվ անգամներ քաղաքագետներ նշել են, որ հիմա ասենք սառը պատերազմի նման ինչ-որ երևույթներ է առաջ եկել։ Դա կա, այսինքն արևմուտք ռուսական հակասությունները սրված է։ Իսկ սառը պատերազմը մենք տեսել ենք, որ բազմաթիվ բնորոշումներ ունեցել, որոնցից մեկը ածանցալ պատերազմներն էին։ Այսինքն, ասած սովետական բլոկը եւ արևմուտք ուղղակի չէր պատերազմում, բայց ինչ որ տարածքներում Աղվանստան, Անգոլա, Եթովպիա, ասենք, այդ շահերի բախում կար։ Այսօր Հարավային Կովկասը այդ բախման կետերից մեկն է։ Մեկը վստահաբար դա Սիրիան է, մյուսը Հարավային Կովկասը եւ հատկապես Սիրիայից հետո, երբ որ այնտեղ որոշակի ինչ որ խնդիրներ լուծվեցին, կայունացան, գոնե պարզ դարձավ, որ Ասադին գցելը առայժմ գոնե չի կարող, այստեղ սրվեց։ Հիմա Թուրքիան շատ ավելի բացահայտ է գործում, ի տարբերություն շատերի, եւ Թուրքիան հանդիսանում է ըստ էության հիմնական գործիքը, որի միջոցով Ռուսաստանին ուզում են տարածաշրջանից դուրս մղեն։ Այդ սկսած քաղաքական աջակցությունը, որ բազմաթիվ անգամներ այցելությունների ժամանակ մենք տեսանք, Բաքու գնացին թուրքական ղեկավարությունը, վերջացրած տարբեր հայտարարություններ, դրա վկայությունն են։ Թուրքիան եւ արևմուտքը ստեյցան Ռուսաստան դեմ պայքար սկսել, որը հասկանալ է իրեն շահերից է բխում։ Ես այստեղ Ռուսաստանի դիրքորոշումը չեմ հասկանում, ճիշտն ասած։ Այսինքն եւ իրենց քաղաքական գործիչները հստակորեն նշում են այս Թուրքիայի ականջները այդտեղ եւ այլն, բայց դրանով հանդերձ նախ մենք չենք տեսնում հստակ դատապարտում եւ պաշտպանություն Հայաստանում քաղաքական մակարդակով եւ չենք տեսնում նաեւ այսպես ասած զենքի խմբականակների մոտակարարում։ Այսինքն Ռուսաստանն ասում է, որ Թուրքիան կռվում է Ղարաբաղում իմ դեմ Ադրբեջանի միջոցով։ Շատ լավ, եթե այդ ձև է, մեզ էլ զենք տվեք, մենք էլ կռվենք թուրքերի դեմ։
ասենք Ադրբեջանի դեմ կռվելով, այդ ծև չի լինի, այսինքն Ռուսաստանն ակնկալում է, որ մենք իր շահերի պաշտպանը հանդիսանանք այս տարածաշրջանում, բայց ինքը մեզ չօգնի, դա հնարավոր չի։ Շատ լավ, հարց։ Դե իրավիճակը կայուն անկայուն է, այսինքն կայունապես մնում է անկայուն իրավիճակ, այսինքն այսօր համեմատաբար լավ էր, բայց ակնհայտ է, որ այս անկայունության փուլը շարունակվելու է։ Ցավոք սրտի ես կարծում եմ, որ պատերազմական գործողություններ էլի կլինեն, այսինքն նորից երրորդյա, քառորդյա, հնգորդյա, այս ծավալի գուցե ավելի մեծ ծավալով առաջիկա ամիսների ընթացքում Ադրբեջանը փորձելու է սրանով միջազգային հանրությանը այսպես պարտադրել իր մոտեցումները հարցի, գումարած, որ Ադրբեջանն նաև փորձելու է սրանով լուծել իր ներքին խնդիրները։ Ինչքան տնտեսական վիճակը Ադրբեջանի ներսում վատանա, այնքան պատերազմական այսպես ասած գործողությունները պիտի հրահրվեն իր կողմից։ Մեզ մնում է լավ պատրաստվել երկրի ներսում անել էական լուրջ արմատական բարեփոխումներ եւ ոչ թե ցևական բարեփոխումներ, կադրային փոփոխություններ իրականացնել եւ հավասարակշռել Հայաստանի հարաբերությունները տարբեր երկրների հետ։ Պարոն Պապյան, ըստ ձեզ, ինչի շնորհիվ մենք կարող ենք Ադրբեջանին պարտադրել վերադառնալ բանակցային սեղանի շուրջ ավելի հավասարակշիռ եւ իրատեսական մոտեցումներով։ Մենք նկատում ենք, չէ՞ որ Ադրբեջանի ագրեսիվությունը մեծանում է զենքի խմբականակի հետ զուգահեռ։ Ինչքան շատ զենք է ստանում, այնքան ինքը դառնում է ավելի ագրեսիվ։ Ուրեմն մի հարցը պիտի այն երկրները, որոնք զենք են վաճառում, ձեռնտվախ մնան։ Այդտեղ առաջինը Ռուսաստանն է, զենքի 80%-ը Ռուսաստանն է վաճառում եւ հարձակողական։ Այսինքն մենք պիտի Ռուսաստանի առաջ այդ խնդիրը դնենք, մեկ։ Մյուսը մենք պիտի հավասարակշռենք զենքով, այսինքն։ Բայց երրորդը ամենակարևորն ու արմատականը ես կարծում եմ, Ադրբեջանին պետքա զրկել փողի հիմնական աղբյուրից, որտեվ այդ փողն է, որ վերածվում է զենքի, իսկ փողը դա նավթի եւ գազի վաճառքով է։ Հետևաբար Եվլախի գրավումը դա Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարց է։ Իսկ մեզ հասցրել են այդ վիճակի, որ այլևս մեզ ընտրության հնարավորություն չեն տվել։ Ժամանակին 94-ին մեզ թույլ չտվեցին, հիմա էլ թույլ չտվեցին, բայց խնդիրն այն է, որ ուրիշ ելք չկա։ Այսինքն Ադրբեջանը էլի կծախի, ճիշտ է, 20 միլիարդ դոլարի էր ծախում ինքը տարեկան նավթ, ես հենց երեկ էի լսում ռուս վելուծափանների այդ տվյալները, այս տարի 4 միլիարդ դոլարի է ծախելու, էապես կրճատվել է, 5 անգամ նավթից ստացող ու գազից եկամուտը կրճատվել է, բայց 4 միլիարդն էլ փող է, 4 միլիարդն էլ փող է, այսինքն դրանով էլ ինքը կառնի, հետևաբար կամ պիտի հստակ դրվի, եթե Ադրբեջանը, իսկ հիմա լուրեր կա, որ նորից խմբականակ պիտի առնի, հստակ պիտի ասի, եթե Ադրբեջանը որևէ երկրից մեծականակ զենք առնում, մենք իր եկամտի աղբյուրը փակելու ենք։ Դա կամ ռմբակոծելով այդ նավթամուղ բաները, կամ պիտի ուղղակի գրավենք այդ գիծը, ուրիշ ելք չեն թողում, որտեվ այս վիճակով մենք անընդհատ բանի ենք, այս նմանատիպ պատերազմներ են բերելու եւ սա հյուծելու է Հայաստանը։ Հիմա մենք ուզում ենք, այսպես ասած, խուժան կռվի մեջ բան ասպետ երևանք չի լինի, այսինքն ամեն կռիվ իր օրենքներն ունի, եթե մեկը գետնից քարավ եկալ խփում գլխի, դու էլ պիտի քարավ եկալ ես տալու յագալ, չպետք է ասես, գիտես քարի մեջ արուն կա, չի կարելի քարով խփել։ Պետք է վարվել այն ցեվով, ոնց որ այսինքն իրանք են վարվում, ուրիշ ելք չկա, որտեվ քաղաքակիրթ չի, գիտեք, այսպես միջպետական առումով փոքր դրսևորումներ էին, բայց դա մեծ բան է ցույց տալ, օրինակ այդ գլխատումները կենթանի մարդու գլխատումը բանակի կողմից աշխարհում չլսված բան է։ Եղել են այս բաները իսլամ, բայց երբ որ զինվորականը համազգեստ հարկած զինվորականը ռազմագերու գլուխն է կտրում, այտենց բան երբեք չի եղել, ձև բան չեղել անգամ երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, այսինքն անգամ պարտիզաններին, որոնք կոնկրետ բան էին պայթացնում, գերմանացիք բռնում գոնե ձևականորեն ինչ որ դատ էին անում եւ այդպես կախում էին որպես ինչ որ բան։
քաղաքացիական անձանց նկատմամբ այդ բռնությունը, այսինքն սրանք բաներ են, որոնք մենք չպետք է անտեսենք։ Սրանք շատ վատ դրսևորումներ են, հետեւաբար, այսպես ասենք, եթե կողմերից մեկը չի կատարում իր պարտավորությունները, մյուսն էլ ազատվում իր պարտավորություններից։ Այսինքն խաղի կանոնները բոլորի համար ընդհանուր պիտի լինեն։ Եթե մեզանից ակնկալում են, որ մենք պահպանենք որոշակի միջազգային, այսպես ասած, կարգը, օրինակ համար գազամուղի, նավթամուղի առումով, ուրեմն այդ գազամուղի, նավթամուղի շահագրգռվածներն էլ պիտի պարտավորեցնեն Ադրբեջանին հավատարիմ մնալ նույնպիսի միջազգային ընդունված նորմերի, եթե ոչ, ուրեմն բոլորս էլ խախտում ենք։ Ինչպես է հանգուցալուծվելու։ Դες ասեցի, բանակցային ճանապարհ այսօրվա վիճակով չեմ տեսնում, եթե մինչևից վերսկսվի այս գործընթացը, էլի կարող ենք բանակցել։ Ադրբեջանը շարունակելու է ըստ հնարավորի գնդակոծել եւ ռմբակոծել, եւ մենք հենց այս նախորդ շաբաթն էլ ցույց տվեց, որ միայն հայկական զորքերի այսպես նշանառու եւ հուշկու հարվածներն էին պարտադրեցին Ադրբեջանին գոնե հիմա չկիրառել, այսինքն հրանոթներ, այլ միայն բանը, այսպես գնդացիներով բավարարվել, այսինքն լուծումը ես տեսնում եմ ինչ որ ասեցի, պարտադրել Ադրբեջանին, զրկել նրան հիմնական եկամուտի աղբյուրից, ուրիշ էլ չկա, այսինքն փակել Ադրբեջանը մեր նկատմամբ անում է, չէ՞, այսինքն Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքականությունն է փակ պահել մեր արտահանման ճանապարհները, ամեն տեղ հայկական որևէ նախաձեռնության բլոկ անել, անգամ եթե հույսեր ա լինում ինչ որ պիտի Հայաստանի ծրագիր գնա, իրենք անգամ կաշառքի են դիմում, ամեն ինչ անում են, որ Հայաստանը շրջանցեն այդ ծրագրերը, իրենք դա անում են։ Մենք էլ իրենց արտահանման վրա պիտի բանանենք, փակ դնենք։ Ըստ ձեզ ինչպիսին պետք է լինի հայ դիվանագիտության պատասխանը 1000 Էրդողանի հայտնի հայտարարությանը վերջին, թե Հայաստանը կրակի հետ է խաղում։ Այսինքն սա ինչպես մենք պետք է ընկալենք եւ ինչպիսին պետք է լինի մեր պատասխանը նման հայտարարություններին։ Նախ պետք է մշտապես հիշել, որ Թուրքիան Մինսկի խմբի անդամ երկիր է, այդ 9 երկրներից մեկն է։ Հետևաբար եւ այս հայտարարությունը եւ նմանատիպ նախորդ հայտարարությունները պիտի անարձագանք չմնան։ Իսկն հայաստանյան դիվանագիտությունը պիտի պատասխանի, որ միջնորդ երկիրը, որտեղ այդ Մինսկի խմբի անդամ շփման լինել միջնորդ երկիրը իրավունք չունի կողմնակալ դիրքորոշում ունենալու։ Հետևաբար պիտի պահանջի Մինսկի խմբից Թուրքիային դուրս բերեն։ Նույնը ես կարծում եմ պիտի արվի Բելարուսի նկատմամբ։ Այսինքն Բելարուսն էլ Մինսկի խմբի անդամ երկիր, այսինքն ամեն ինչ պիտի պահանջել։ Հիմա կարելի ասել, գիտեք, պահանջակ չեն փոխի, ոչինչ։ Մենք պիտի պահանջենք եւ պիտի բողոքենք, թող մենք պահանջենք, բողոքենք, տեսնեմ կփոխեն թե չէ կամ քանի անգամ։ Սա անպայման պիտի արվի։ Էրդողանը ոչ միայն կողմնակալ է, այլ իմ կարծիքով ինքը հրահրիչներից մեկն է։ Այսինքն ինքը հրահրում է, ինքը փորձում է Ադրբեջանի կամ Ալիևի միջոցով լուծել Թուրքիայի խնդիրները։ Իսկ Թուրքիայի խնդիրները մենք գիտենք, դա ցավոք սրտի հայոց պետականության թուլացումը, եթե հնարավոր է վերացումն է։ Հետևաբար մեր պատասխանը պիտի լինի առնվազն պաշտոնական բազմաթիվ բողոքների ձևով։ Տարիներ առաջ ես Լոնդոնում հանդիպել եմ British Petroleum-ի վայս պրեզիդենտի հետ, այդ առաջի տեղակալի հետ, եւ իրեն պարզ ասել եմ, քարտեզ դրել եմ դիմաց ասել եմ, կամ Զսպեկ Ալիևին, իմ անունից խոսելով, կամ Զսպեկ Ալիևին, կամ մեր միակ լուծման հնարավորություն լինելուն է, որ ձեր նավթամուղը, որտեղ դա British Petroleum-ն է այդ կոնսորցիումի օպերատորը, այսպես ասած, վարի կգնա։ Այսինքն այսինքն դուք ուզում եք ինչ անեք, մեր արյան հաշվին փող աշխատեք, չի լինի տենց։ Չի լինի մեր արյան հաշվին, որ մեկը փող պետք է չաշխատի, այդ թվում բանը Բրիտանիան նավ ծախելով, այդ թվում Ռուսաստանը զենք ծախելով, այստեղ արդեն գիտեք, բանի հարց է։ Արյան եւ կյանքի հարցը դա ուրիշ կատեգորիա է։ Ինչա ժողովուրդը այսքան վրթովված է վիճակից նաեւ իշխանությունների դեմ։ Ինչա չգիտեր, որ երկրում թալանա, չգիտեմ միջոցների յուրացումը, որտեւ գիտեք ինչ, երբ որ ազդում է մեր բարեկեցության վրա,
Հա, դժգոհում ենք, բան վատ ենք ապրում, բայց դա ինչ որտեղ տանելի է։ Բայց երբ որ դրա հետևանքով երիտասարդ կանքեր են զոհվում, երեխաներ են որփանում, կանայք են արյանում, դա արդեն այլ երևույթ է դառնում, այսինքն հետևաբար վիճակ է փոխվել։ Այս քառօրյա պատերազմից հետո վիճակ է փոխվել։ Այսինքն մենք հասկացել ենք, որ լուրջ վտանգի տակ ենք։ Եվ ես կարծում եմ նաև այս ապրիլ ամիս եւ ապրիլին անելը եւ այս ամբողջ էլ իրանց համար պատահական չէր։ Այստեղ շատ հետաքրքիր մեսեջներ կան, որ իրանք բան էին անում։ Այդ նույն գլուխ կտրելը միայն այդ վայրենաբարո քայլ չէր։ Ես կարծում եմ իրանք ուզում էին վախեցնել եւ հիշեցնել 15 թիվը, բայց իրանք չհասկացան, որ ժողովուրդը փոխվել է։ Այսօր դա ոչ թե վախ է ներշնչում հայ ժողովրդին, այլ ընդհակառակը վրեժխնդրության է անգամ տանում, այսինքն վրեժխնդրության է տանում այդ ամբողջը։ Ժողովուրդը փոխվել է, տեսեք, լուսանկարներ մենք շատերս նայել ենք, չէ՞, որ ես հասկանում եմ, որ այդ կանայք են, երեխաներ են, հյուծված են, բայց ամեն դեպքում մեծ քարավան է եւ 2-3 հրացանավոր ժանդարմ տանում է դեպի մահը։ Հիմա մենք դեպքեր ունեցանք, որ 4-5 հոգի շրջափակման մեջ մնալով կռվեցին, իրենցից տասնապատիկ ավելների դեմ եւ մինչեւ վերջ հետո էլ բահերով կռվեցին, քարերով կռվեցին։ Սա շատ կարեւոր բան է հոգեբանության, այսինքն կռվել, դիմադրել եւ կռվելով մեռնել՝ ի տարբերություն, որ մենք գրեթե չենք ունեցել 15 թվին եւ դա էլ պատահական չէ, ես չեմ մեղադրում այդ ժողովրդին։ Այն ժողովրդին 600 տարի ուրիշ բան էին ներշնչել։ Ի վերջո չմոռանանք ինչ է նշանակում Օսմանյան լուծի տակ ապրած լինել։ Մենք իր բոլոր թերություններով հանդերձ է սովետի տարիներին, որի մշտական քննադատողներից եմ եղել, մենք ուրիշ սերունդ ենք դաստիարակվել, չէ՞։ Իսկ անկախության տարիներին, անկախության առավել եւս, սա արդեն լրիվ ուրիշ սերունդ է։ Մենք այլևս երկու խնդիր մեզ համար պարզ է։ Հույսը դիրքով վրա առաջին հերթին, կրկնում եմ, առաջին հերթին, իհարկե, մյուսն պետք է, մյուսը պայքարի եւ կռվի, որովհետեւ միայն պայքարի միջոցով է, հենց նույն ցեղասպանության ժամանակ էլ ենք տեսել, հնարավոր փրկվելը։ Ես չեմ ասում, որ բոլոր պայքարողները փրկվեցին այն ժամանակ, բայց բոլոր փրկվածները պայքարող են եղել։ Բայց ունեին շանս փրկվել։ Հա, ունեին շանս, բոլոր, ասենք մենք ես այս վերջերս մի բան էի կարդում, որ քվեարկել են բան, 2 հոգի ինչ որ գյուղի պատմություն էր, շատ հետաքրքիր է։ 2 հոգի են, ասա չէ, մենք չենք ենթարկում, 2-ով սար են բարձացել եւ այդ 2-ն են փրկվել ամբողջ գյուղից։ Իսկ մյուսները ասել են, չէ, ոչինչ, հիմա կաքսորեն հետո հետ կան, բոլորին կոտորել են։ Անկամ 2-ով հնարավոր է ինչ որ բաներ անել։ Հետևաբար ես կարծում եմ մեր ամենամեծ ձեռքբերումը այսօր մեր այս նոր սերունդն է, որին պիտի ավելի շատ տեղ տրվի։ Այս որ ասում եի արմատական նաև կադրային փոփոխություններ, ես նաև դա նկատի ունեմ։ Մենք ունենք փայլուն միջին սերնդի սպայական կազմ, լավ կրթություններ ստացած, լավ նվիրված, այսինքն այսօր ինչ ասեմ, փոխգնդապետ, այդ մակարդակի սրանց է պետք առաջ տանել։ Այն նախկին սովետից մնացած մտածողության մարդկանց փոխարեն պիտի փոխել։ Մենք բոլորս, ես էլ այդ թվում, ես ինչ չեմ բանանում, մենք ապրել ենք, ինչ որ ձևով ձևավորվել ենք, մտածողության վրա ազդում է։ Նայեք, իմ կարծիքով մեր բանակի հիմնական թերությունը այս պատերազմի ժամանակ այն էր, որ իշխում էր սովետական մտածողություն ղեկավարության մոտ, երբ որ մարդկային կյանքը կարևոր չի։ Այսինքն ինչ կորուստ է, մի 100 հոգի մարդ է, էլի, այսինքն այդ առաջնային դիրքերը ինչքան կդիմանան, կկռվեն այս կողմ այն կողմ։ Բայց եթե ընդհանուր փիլիսոփայությունը այն լիներ, որ ամեն մի զինվորի կյանքը կարևոր է, հաստատ իրանք ոչ թե կստանային օրինակ 120 փամփուշտ, այլ 1000 փամփուշտ էլ կողքերը կունենային։ Այդ խնդիրը կամ օրինակ երբ որ զինվորը պատմում է, որ ոտը ականի վրա պայթեց, ասում է հանեցի գոտիս, կապեցի, ինչ է նշանակում, ժգուտներ չկան, ինչ է նշանակում, դեղեր չկան։ Ես Աղվանստանում կռվել եմ, գիտեմ, մենք անգամ մորֆի ունեինք։ Հատուկ բանով սրվակով, որ ծակում էր վիրավորվելուց հետո, որ ցավից շոկից բան չլնես։ Բայց պատկերացնում եք այդ ցավն ու շոկը էս վիրավորվելու եւ հարյուրավոր տենց վիրավորներ են եղել։ Մենք հիմա լսում ենք, որ դեղեր են առնում դրսից նոր, բայց կներեք, կարող է մենք այս 20-25 տարի կռվի մեջ չենք նորենք է դրա մասին։ Ուզում եմ ասեմ, շատ բաներ պիտի փոխվի եւ հիմքում պիտի հետեւյալը լինի։
Մենք անպայմանորեն կհաղթենք, ես երբեք կասկած չեմ ունեցել, միշտ ասեմ ռազմական ճանապարհով կհաղթենք, հնարավոր չի, որ չհաղթենք։ Բայց խնդիրը այն է, ինչ ենք դրա համար վճարելու, ասենք, քանի մարդկային կյանք ենք տալու։ Իմ, այսպես ասած, այս բորբոքվածությունը ոչ թե նրանց է, որ զոհեր են եղել, էլ եմ կրկնում, զոհերն անխուսափելի են, որովհետև այս զոհերի մեջ հաստատ եղել են զոհեր, որոնցից կարելի էր խուսափել։ Խուսափել, եթե ճիշտ կազմակերպված լիներ, ճիշտ զինամթերք լիներ, ոնց որ ասած, այն մարդիկ, ովքեր որ պիտի անեին, ճիշտ վարվեն, այս սրա խնդիրն է։ Համալիր ճիշտ մոտեցում։ Հա, ու ցավոք սրտի սա մեր ճակատագիրն է։ Եթե մենք ուզում ենք բոլորս գաղթական չդառնանք եւ չգնանք աշխարհով ցրվենք, դառնանք որ հայկական գնչոական ցեղ, այլ ուզում ենք մնանք այս երկրում ապրենք, բան բլոկներ ասում, չի ասում, «Պակոյ нам только снится, вечный бой»։ Այդ հավերժական պայքարն է, ինչ անենք, էս է մեր ճակատագիրը, մինչև միգուցե ինչ-որ մի բան կփոխվի այս աշխարհում, բայց հիմա գոնե պետքա դիմանալ։